Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ նա ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Փաշինյանն Էստոնիա է ժամանել ապրիլի 27-ին, այցի ընթացքում նա նաև հանդիպումներ կունենա Էստոնիայի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի հետ։ Երկու երկրների վարչապետները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Նա X-ում գրել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու։ Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի իմ առաջիկա այցը Հայաստան, վերահաստատեցի Եվրամիության ուժեղ հանձնառությունը կապերի խորացման առնչությամբ, մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ, նշել է Կալասը։ Կողմերից յուրաքանչյուրը պետք է գոհանա իր սահմաններով եւ աչք չունենա մյուսի տարածքի կամ հողի վրա։ Բաքվում այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդրին։ Նա կարծիքի հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային ու տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական եւ առևտրային հարաբերությունները կարգավորվեն, հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները։ Փեզեշքյանը նաեւ նշել է, Թեհրանն աշխատում է պատրաստել Իրանի ճանապարհը Ադրբեջանից Նախիջևան անցման համար արագ տեմպերով ճանապարհաշինական եւ երկաթուղային աշխատանքներ են ընթանում։ Իրանի ամենամեծ Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի, 10 զոհի ինքնությունը հաստատվել է։ Պայթյունը տեղի ունեցել ապրիլի 26-ին, պատճառը դեռևս պարզ չէ, հետաքննություն է ընթանում։ Նախնական վարկածներից մեկի համաձայն այն տեղի է ունեցել կոնտեյներում առկա քիմիական նյութերից։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ռուսական կողմի հաղորդմամբ զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է ուկրաինական ճգնաժամի շուրջ, քննարկվել են նաև միջազգային այլ հարցեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել կրակոցները եւ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Թրամփը նաեւ նշել է, որ ապրիլի 26-ին Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը լավ է անցել։ Նա կարծիքի հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը զիջել Ռուսաստանին, թեև վերջինը հայտարարել է, որ երբեք դա չի անի։ Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Հռոմի Պապի հուղարկավորության հարերողության շրջանակում։ Հյուսիսային Կորեան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ իր զինվորներին ուղարկել է Ռուսաստան Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար։ Կորեական կողմի հաղորդմամբ նախագահ Կիմ Չեն Ընն այս հրամանը տվել է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի համաձայն։ Ռուսաստանն իր հերթին հյուսիսկորեացի զինվորների մասնակցությունը Ուկրաինայի դեմ պատերազմին առաջին անգամ հաստատել է ապրիլի 26-ին։ Երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցելով Կուրսկում տիրող իրավիճակի մասին նշել է, որ հյուսիսկորեացի զինծառայողները զգալի օգնություն են ցուցաբերել տարածաշրջանի ազատագրման գործում։